Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստատիտողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք հայոց աշխարհակալ տերության Տիգրան II Մեծի ստեղծած տերության մասին։ Մեր նախորդ հաղորդումներից մեկում ներկայացրել ենք Տիգրան II Մեծի կերպարը, նրա գահակալությունը ընդհանուր գծերով մանրամասնել ենք, հատկապես անդրադարձել ենք հայ-հռոմեական պատերազմին և Արտաշատի պայմանագրի կնքման հանգամանքներին, սակայն այսօր խոսելու ենք կոնկրետ կայսրության ստեղծման ընթացքի մասին, ինչպես ձևավորվեց հայոց աշխարհակալությունը և ինչպիսի աշխարհաքաղաքական պայմաններ էին դրա համար ի հայտ եկել։ Արտաշեսյան արքայատոհմի առաջին գահակալ և այս արքայատոհմի հիմնադիր Արտաշես առաջինի մահվանից հետո նրան հաջորդում է Արտավազդ առաջինը, նրա ավագ որդին, որ գահակալում է Քրիստոսից առաջ մոտ 160-ից 115 թվականներին։ Իր գահակալության վերջին շրջանում նա պարտություն է կրում Պարթևստանի արքա Միհրդատ II Մեծից։ Բանն այն է, որ Միհրդատ II-ը փորձ էր կատարում վերականգնել Իրանի տարածքում գերտերության կարգավիճակ ունեցող պետություն և նախորդ դարի կեսերից իշխող Արշակունի արքայատոհմին վերածեց Իրանում գերիշխող դիրք ունեցող տոհմի։ Նա առաջինն է, որ Արշակունիների մեջ կրել է արքայից արքատիթոսը, որը սկսում է կանոնավոր կերպով իր դրամների վրա մակագրությամբ արտահայտել։ Նա աստիճանաբար պետական գաղափարաբանության մեջ սկսում է դուրս մղել հելլենիստական տարբեր տարրերը և նույնիսկ նրա թագի ձևը իրանական մոդելին վերադարձ է նշանավորում։ Նա անմիջապես իր գահակալության շրջանում եղած նվաճումներին համապատասխան որդեգրում է Աքեմենյանների ժամանակաշրջանին բնորոշ աշխարհակալական հավակնություններ և բնական է, որ նորից շրջանառության մեջ պետք է հայտնվի արքայից արքատիթոսը։ Հենց այս թագավորն է, որ կարողանում է ոչ միայն Միջին Ասիայի ուղղությամբ ունենալ ռազմական լուրջ հաջողություններ, այլև առաջ է շարժվում մեր տարածաշրջանում դեպի մինչև Կովկասյան լեռների հատված եղած պետությունների հպատակեցում, այսինքն մեծ հայքի թագավորությունը և հարևան մանր թագավորությունները ևս ընդունում են նրա գերիշխանությունը։ Նա իր գահակալության վերջին շրջանում նաև կարողանում է վերջնականապես իր տիրապետությունը հաստատել մինչև Եփրատ գետն ընկած տարածքները, մասնավորապես Հյուսիսային Միջագետքի բոլոր պետությունները ընդունում են նրա գերիշխանությունը, ներառյալ նույնիսկ Ադիաբենեի և Օսրոենեի թագավորությունները։ Հենց այս Միհրդատ II Մեծի մոտ է, որ երկար ժամանակ անցկացնում է հայոց ապագա թագավոր Տիգրան II Մեծը։ Ուրեմն Արտավազդ առաջինի գահակալության վերջին շրջանում անհաջողությունը, որ ռազմական գործողությունների ժամանակ ունեցել էր հայոց արքան, ստիպում է նրան, որ գնա որոշակի զիջումների պարթևների օգտին։ Պարթևները այդ ժամանակ բավարար ռեսուրս չունեին ամբողջ Հայաստանը ռազմակալելու համար։ Դա նաև նրանք էին քաջ գիտակցում, դրա համար էլ նրանք որոշում են տարածաշրջանում ընդունված ավանդույթի համաձայն պահանջել հայոց գահաժառանգին։ Այստեղ կարելի է ասել, որ Միհրդատ II-ի բախտը չի բերում, որովհետև նրանք սովորաբար գահաժառանգին ուզում էին, որպեսզի մանուկ հասակից մեծացնեին իրենց ցանկալի ճանապարհով, այսինքն, որ ապագա թագավորը դաստիարակվեր իրենց պետական ավանդույթներով և կառավարեր նրանց ուզած սկզբունքներին համաձայն։ Բայց դրա համար պետք է գահաժառանգը մանուկ հասակում կամ գոնե պատանեկան հասակում մեկներ պատանդառության։ Բայց այս պարագայում մենք ունենք հետևյալ իրավիճակը։ Հայոց գահաժառանգը Արտավազդ առաջինի եղբայր Տիգրանն է, ապագա Տիգրան առաջինը, որը արդեն բավական հասակն առած մարդ էր և նա բնականաբար պատանդառության համար նպատակահարմար չէր պարթևների տեսանկյունից։ Դրա համար պետք է այս շղթայում հաջորդ անձնավորությունը ուղարկվեր այնտեղ, և հաջորդը Տիգրան II Մեծն է ապագա, որը արդեն ավելի քան 20 տարեկան պետք է լիներ, 20, 22, մինչև 23, և մենք շատ լավ հասկանում ենք իհարկե, որ այս տարիքի մարդն ունի շատ հստակ ձևակերպված, ձևավորված աշխարհընկալում և մտածողության ձև։
Այս պարագայում իհարկե պարթևների բախտը իսկապես չի բերում, որովհետև ստացվում է, որ հայոց գահաժառանգը, ինչպես որ պահանջում էին պետական ավանդույթները, պետք է իր վաղ մանկությունից ստացած լիներ ապագա մեծ հայքի թագավորի համար բնորոշ դաստիարակություն։ Թագաժառանգին սովորեցնում էին ոչ միայն ռազմական գործի հմտություններ, ստրատեգիական որոշումների կայացման հմտություններ, այլ նաև նույնիսկ սովորական շփման էթիկետ։ Ինչպես պետք է նստել, ինչպես պետք է վեր կենալ, հաց ուտել, մարդկանց հետ շփվել, պատվիրակություններ ընդունել, ճանապարհել, հպատակների հետ ինչպես հաղորդակցվել, եւ այս բոլորը գահաժառանգի համար կատարում էին բնականաբար հայկական արքունիքում ֆիքսված խնամակալներ, այսինքն մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ գործի համար։ Եվ ահա նման պարագայում այս անձնավորությունը արդեն երիտասարդ տարիքում, արդեն Հայաստանում բավական կարելի ասել եւ դաստիարակություն եւ կրթություն ստացած անձնավորությունը մեկնում է Պարթևստան եւ այնտեղ անցկացնում է մոտավորապես 20 տարի մի փոքր ավելի։ Եվ այս շրջանը, այս 20-ից 22, 23 մինչև տարի անցկացրած ժամանակաշրջանը իհարկե նրա համար պետք է լրացուցիչ հնարավորություն ավելի շատ լիներ։ Քանի որ նա արդեն ուներ ձևավորված մտածելակերպ, նրա համար պարթևական պատանդառության շրջանը լինում է լրացուցիչ փորձ ձեռք բերելու, արդեն տերության, կայսրության, աշխարհակալության համակարգ ընկալելու եւ դրան համապատասխան ստրատեգիական որոշումներ կայացնելու հնարավորության դաշտ։ Այսինքն նա այնտեղ սովորում է ավելի մեծ պետություն կառավարելու, ավելի մեծ պետության վարչարարություն տնօրինելու հմտություններ։ Երկար ժամանակ պատմաբանները, դեռևս ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը եւ հետագայում ակադեմիայի թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը կարծում էին, որ այս պատանդառության շրջանը եղել է բոլորովին այլ կարգավիճակով, քան պարզապես պատվավոր պատանդ արքունիքում։ Այսինքն պատանդը չի նշանակում, որ նա շղթայված ինչ-որ մի սենյակում ոչ մի բանից չի կարող օգտվել եւ գերի կարգավիճակում է։ Ոչ, այստեղ նա կարող էր օգտվել թագաժառանգին բնորոշ բոլոր արտոնություններից եւ վայելքներից թագավորական արքունիքում, բայց պարզում է, որ նրա կարգավիճակը եղել է փոքր-ինչ այլ։ Իսկապես Բաբելոնյան տարեգրության արձանագրության հրատարակումը, որ կատարվեց Կուստոտրայնը եւ Մարկ Գելլերի կողմից, ցույց տվեց, որ նա իսկապես ունեցել է վարչական որոշակի պատասխանատվության գոտի եւ հետագայում հենց այս հանգամանքը նրա համար մեծ փորձառություն է նշանակելու եւ միևնույն ժամանակ այն, որ օրինակ նրա գործողությունների թիրախը պետք է լինի հենց հյուսիսային Միջագետք է հետագայում, հենց բխում էր նրա ունեցած պաշտոնեության փորձառությունից։ Այսինքն այդ տարածաշրջանը նրա համար ավելի ծանոթ էր եւ ընկալելի էր նաեւ տնտեսական այն պատկերացումների տեսանկյունից, որի մասին մենք քիչ հետո խոսելու ենք։ Երբ մահանում է հայոց թագավոր Արտավազդ առաջինը, նրանից հետո գահին բազում է նրա եղբայրը Տիգրան առաջինը, որ գահակալում է Քրիստոսից առաջ 115-ից 95 թվականներին, եւ ահա հենց նրա մահվանից հետո է, որ հայկական վերնախավի առջև խնդիր է դրվում Հայաստան վերադարձնելու հայոց գահաժառանգին, ապագա Տիգրան Մեծին։ Այս ժամանակաշրջանում տարածաշրջանում շատ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես Պարթևների այդ ընդարձակում ամբողջ Միջին Ասիայից մինչև Եփրատ գետ մի կողմից, մյուս կողմից Չինաստանում ընթացող տնտեսական փոփոխությունները եւ պետության միավորման գործընթացի ավարտը բերում են ամբողջ եվրասիական մեգա տարածաշրջանում կառուցվածքային փոփոխություններ։ Եվ սա արտահայտվում է տնտեսական նորարարությամբ։ Մասնավորապես Ուդի կայսեր գահակալության շրջանում Չինաստանում, երբ փաստորեն զուգահեռաբար է նա գահակալում Միհրդատ II Մեծին Պարթևստանում, ավարտվում են ներքին խնդիրները եւ այս կայսրը սկսում է փնտրել տնտեսական լրացուցիչ մեխանիզմներ իր տարածաշրջանից դուրս տնտեսական համագործակցության համար։ Եվ դեռևս Քրիստոսից առաջ 3-ից 2-րդ դարերի սահմանագլխից սկսված առևտրային միտումը, որ կար արևելքից դեպի արևմուտք, առևտրական ճանապարհների այդ սկզբնավորումը բերում է մի նոր հանգրվանի, ձևավորվում է մետաքսի մեծ ճանապարհը, որ պետք է հետագայում 100-ամյակներով դառնար արևելքի
հեռավոր ծայրերը արևմուտքի հետ կապելու գլխավոր առևտրական մայրուղին։ Հենց այս շրջանում է, որ մոտավորապես Քրիստոսից առաջ 115-ից 114 թվականներին վերջապես լիարժեք գործարկում է այս ճանապարհի հիմնական ուղին, Չինաստանից մուտք գործելով Պարթևստանին Միջին Ասիայում սահմանակից ամենահեռավոր Ալեքսանդրիա քաղաքի հետ, որ չպետք է շփոթենք Եգիպտոսի Ալեքսանդրիայի հետ, դրա միջոցով իբրև անցակետ մտնում էր Միջին Ասիա պարթևական տերության հպատակ տարածքներով, մտնում բուն Պարթևստանի տարածք եւ այս ճանապարհը գալիս էր եւ մտնում արդեն մեր ենթատարածաշրջան։ Այս ճանապարհը իհարկե Պարթևստանի համար դառնում է առանցքային տնտեսական օգուտների տեսանկյունից, մասնավորապես այս ճանապարհի գործարկման համար մեծ կարևորություն ունեցավ մեկ նշանավոր անձնավորություն Չինաստանից գործուղված Չժանցյանը։ Այս դիվանագետ ճանապարհորդ անձնավորությունը կարողացավ պարթևական էլիտայի հետ գտնել ընդհանուր լեզու եւ ի վերջո բոլոր իրավական ձևակերպումները ստացան այն գործընթացի, որը որ պետք է բերեր հենց այս մետաքսի մեծ ճանապարհի լիարժեք գործարկմանը։ Կարող է հեռուստադիտողի մոտ հարց առաջանալ, ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանը։ Հայաստանը հետագայում այս առևտրական մայրուղու համար կարևոր մի հատված պետք է լինի, բայց տվյալ պարագայում, երբ մենք դիտարկում ենք Տիգրանյան տերության հետագա ձևավորումը, մենք չենք կարող չնկատել մի շատ կարևոր փաստ, որ Տիգրանի ազդեցության տակ գտնվող տարածքները հեռավոր արևելյան նրա ամենածայրամասային հենց կետը արդեն նշածս ամենաարևելյան Ալեքսանդրիա քաղաքն է, որը հենց այդ սահմանային անցակետն էր Han կայսրության, Չինաստանի այդ ժամանակաշրջանի եւ մեր փաստորեն այդ շրջանում արդեն մեզ ենթակա պարթևական թագավորության ստորակա թագավորությունների միջև։ Այսինքն մեր ազդեցության գոտիները եւ Չինաստանը այդ շրջանում սահմանակից էին եւ այդ աշխարհակալության ձևավորման գործում իհարկե չափազանց մեծ դերակատարություն են ունեցել նաեւ տնտեսական մեխանիզմները։ Իհարկե այստեղ ամենաառաջինը, որ դասագրքային իբրև ճշմարտություն գալիս է մեր հեռուստադիտողի մտքին, այն է, որ տարածաշրջանում հելենիզմի դարաշրջանն էր։ Այսինքն նախ եւ առաջ հելենիզմը ստեղծում էր մշակութային այնպիսի միջավայր, երբ որ հնարավոր էր, որ տարբեր տիրակալների մոտ լինեին գաղափարներ ընդարձակվելու, համահելենիստական ինչ-որ պետություն ստեղծելու, եւ սա առաջին հերթին բնորոշ էր օրինակ Պոնտոսի թագավոր Միհրդատ 6-րդ եւ Պատորին։ Իսկ հայոց թագավորի պարագայում մի կողմից մենք տեսնելու ենք, որ Տիգրանի գործելավոճում իսկապես կա հունարենի մեխանիզմը եւ հելենիզմի մեխանիզմը, բայց դրա կողքին բավական հստակ երևում է ցամաքային առևտրի գործիքակազմը, որ օգտագործում է հայոց թագավորը։ Եվ այս երկուսի կողքին մենք հետո տեսնելու ենք, որ Տիգրան Մեծի համար այնուամենայնիվ իբրև թագավորության միջուկ դիտարկվում է այն հատվածը, որտեղ բնակչության մեծամասնությունը հայախոս է։ Այսինքն նա լիարժեք գիտակցում ունի մի կողմից, որ մեծ հայքի թագավորն է եւ դա երևում է նրա ստրատեգիական որոշումներում, հատկապես վերջում, երբ որ խնդիր էր դրված աշխարհակալությունը պահպանել թե մեծ հայքի թագավորության ինքնիշխանությունը եւ թե առհասարակ վերանալ, նա անգամ իր պատվի հանգամանքում պատրաստ էր դա մի կողմ դնելու եւ պահպանելու բուն այն տարածքը, որը հայաբնակ էր եւ չսակարկելու հայկական բնակչության որևէ տարածքի պատկանելիություն եւ դրա փոխարեն նա պատրաստ էր զիջելու աշխարհակալության օրինակ Միջերկրածովյան ավազանի տարածքներ։ Այսինքն մենք գործ ունենք մի քանի շերտ ունեցող տիրակալի հետ եւ այս տիրակալի ձևավորման գործընթացը իհարկե ունի իր ժամանակաշրջանին բնորոշ բոլոր առանձնահատկությունները։ Եվ ահա Քրիստոսից առաջ 95 թվականին Տիգրան Մեծը բազվում է մեծ հայքի թագավորության գահին եւ բնականաբար Միհրդատ II Մեծի պես փորձառու տիրակալը դնում է որոշակի պայմաններ նրա վերադարձի դիմաց։ Մենք նախ նկատի ունենանք, որ Տիգրանը գահին բազմելիս 20-ամյա երիտասարդ չէ։ Արդեն 45 տարեկան անձնավորություն է, այդ ժամանակ կյանքի միջին տևողությունը մեր տարածաշրջանում 55-ը չէր գերազանցում եւ մենք հասկանում ենք, որ գործ ունենք բավական հասուն, արդեն
նույնիսկ իր ժամանակների պարագայում տարիքն առած անձնավորության հետ եւ այստեղ Միհերդատը դնում է պայման։ Պետք է դուստրը իբրև երաշխիք հայոց թագավորի դուստրը մնար այնտեղ որպես Միհերդատ II-ի կին, չնայած տարիքային ահռելի տարբերությանը, սա իհարկե քաղաքական դինաստիական ամուսնություն էր, եւ մյուս կողմից պետք է տարածքային որոշակի զիջում կատարվեր, ընդ որում պատահական չէր տարածքային զիջումը, 70 հովիտներ անտիկ հեղինակների կողմից անվանված տարածքները աղեղնաձև, ուրեմն ձգվում էին Ուրմիո լճից մինչև Կասպից ծով, դրանք այսօրվա Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային այն տարածքներն են, որ Ուրմիո լճի ավազանից մինչև Արաքս գետ են ընկած եւ Կասպից ծով եւ ժամանակին մեծ հայքի թագավորության կազմում են եղել եւ այս տարածքները պատահական չէին վերցնում։ Դրանց միջոցով ուղիղ դուրս էին գալու ցանկության պարագայում Արաքսի միջնահովիտ, այսինքն գետանց էին անելու ժամանակակից Նախիջևանի հատվածում եւ այդտեղից ուղիղ մոտավորապես 700 մետր տափարակ այդտեղ միջլեռնային գոգավորություն է, դաշտ է։ Այդտեղից բարձրանալու էին Արարատյան դաշտ դեպի մոտավորապես 100-150 մետր բարձրանալով ամբողջ Արարատյան դաշտը նրանք կարողանալու էին հեշտությամբ գրավել։ Այսինքն մի անգամից հայտնվելու էին մայրաքաղաք Արտաշատի մոտ եւ Տիգրանը փաստորեն ի սկզբանե կաշկանդված պետք է լիներ այս հանգամանքից։ Այսինքն Տիգրան Մեծը հայոց գահին բազում է մի իրավիճակում, երբ որ Պարթևստանը իր հզորության գագաթնակետին է եւ ավելին պարթևները վերցնում են լրացուցիչ երաշխիք իրենց համար հանդիսացող տարածքներ Հայաստանից, որ մի անգամից կարող են հայտնել մեր մայրաքաղաքի մոտ եւ այս քաղաքական աշխարհագրության կոնտեքստում իհարկե պարթևները ֆանտաստիկ ամեն ինչ պատկերացնում էին եւ հաշվարկել էին։ Բայց այս պարագայում իհարկե արդեն գահակալության երկրորդ տարում դրսևորվում է Տիգրան Մեծի գործողությունների առաջնային տրամաբանությունը։ Դա իր պապի Արտաշես I-ի հողահավաքի քաղաքականության ավարտն է։ Այսինքն նախ նա պետք է միավորի բոլոր այն տարածքները, որոնք որ հայաբնակ են եւ այդ միալեզու տարածքների միավորումը, որի մասին խոսում են Ստրաբոնը եւ Մովսես Խորենացին բնորոշելիս Արտաշես I-ին, այս դեպքում Տիգրանը այդ տրամաբանությունը պետք է ավարտին հասցներ։ Այստեղ իհարկե առաջնային թիրախը բնականաբար Ծոպքի եւ Կորդուքի թագավորություններն են։ Եվ խնդրեմ 94 թվականին ռազմական բախում է լինում Ծոպքի թագավոր Արտանեսի հետ, վերջինս աստորեն գահազրկվում եւ սպանվում է, թագավորության տարածքը միացվում է Տիգրանյան տերությանը։ Այստեղ ինչն է ամբողջ խնդիրը։ Սովորաբար որ խոսում ենք Ծոպքի միացման մասին, շատերի մոտ տպավորություն է ձևավորում, թե Ծոպքը փոքրիկ նահանգն է, որ մենք տեսնում ենք աշխարհացույցի սահմաններում, այսինքն ավելի ուշ արշակունների շրջանի մեծ հայքի թագավորության Ծոպք նահանգի սահմաններով ենք պատկերացնում, մինչդեռ այս պարագայում Ծոպքի թագավորությունը զբաղեցնում էր 3 անգամ ավելի մեծ տարածք եւ Հայաստանի արևմտյան ամբողջ սահմանը հենց այս թագավորության կազմի մեջ էր։ Հիմա երբ որ այս թագավորությունը միացվում է Տիգրանի պետությանը, արևմտյան Եփրատի միջոցով հայոց թագավորությունը ուղիղ սահմանակից է դառնում միևնույն ժամանակ եւ Կապադովկիայի թագավորությանը եւ Պոնտոսի թագավորությանը եւ նրա կազմում գտնվող փոքր հայքին։ Այստեղ իհարկե Տիգրանի թիրախում է փոքր հայքը հաջորդը եւ սա հրաշալի հասկանում է բնականաբար Պոնտոսի արքա Միհերդատ 6-րդ։ Միևնույն ժամանակ Տիգրանը կարողանում է հաջողության հասնել Կորդուքի համար պայքարում եւ հայկական այս փոքր թագավորության տիրակալ Զարբիենոսը որոշում է հպատակվել Տիգրանին եւ հետագայում ցավոք այս թագավորը պետք է հռոմեական արշավանքի ժամանակ դավաճանի հայոց թագավորին եւ թիկունքից հարվածի, ինչի համար Տիգրանը արդեն ուշացած փաստորեն պատժում է այս թագավորին։ Բայց վերադառնալով Քրիստոս առաջ 94 թվականի իրադարձություններ, փաստորեն Ծոպքի եւ Կորդուքի միավորումը չափազանց կարեւոր դեր է ունենում եւ դրանից հետո իհարկե Պոնտոսի արքան լավ հասկանալով որ հաջորդ թիրախը փոքր հայքն է, շտապում է բանագնացներ ուղարկել հայոց թագավորի մոտ։ Պոնտոսի արքան ոչ միայն փաստորեն խուսափում էր ռազմական բախումից, այլ նաեւ համագործակցություն էր առաջարկում։ Նրանք միասնական ուժերով պետք է գրավեին
իրենց երկուսի միջև ընկած Կապադովկիա թագավորությունը եւ Կապադովկիայի հռոմեական ենթակայության տակ գտնվող կամ Հռոմի համար ավելի ցանկալի թագավորին հեռացնելով պետք է նաեւ Հռոմին փորձեին տարածաշրջանից ավելի դուրս մղել։ Տիգրան Մեծի համար այդ փուլում Հռոմի հետ առճակատումը բնականաբար օրակարգային հարց չէր, դա ավելի Միհրդատին վերաբերող հարց էր, բայց Տիգրանը այստեղ ունի այլ հետաքրքրություն, դա տնտեսական հնարավորություններն են եւ մարդկային ռեսուրսների փնտրտուքն է, որ կարող է նա գտնել Կապադովկիայում։ Մյուս կողմից Պոնտոսի հետ բախումը փոքր հայքի համար այդ փուլում նպատակարար չի դիտարկվում։ Բացի այդ, այստեղ մենք պետք է անպայման նշենք այն հանգամանքը, որ Տիգրան Մեծը նաեւ քաջ գիտակցում էր այն հանգամանքը, որ Պոնտոսի թագավորության կազմում գտնվում են ոչ միայն փոքր հայքի թագավորության տարածքները, այլ նաև ժամանակին մեծ հայքից փոքր հայքի մեջ ընդգրկված Սպեր գավառը եւ հարակից տարածքները, որոնք ժամանակին կրկնում եմ եղել են մեծ հայքի թագավորության կարևոր մաս։ Սպեր գավառի տարածքում էին գտնվում ոսկու կարևորագույն հանքավայրեր, որոնց կարևորությունը ժամանակին գիտակցել էր նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացին, ինչպես հաղորդել էր աշխարհագետ Ստրաբոնը, այստեղ նա ուղարկել է Մենոն զորավարին, որպեսզի այդտեղի ոսկու անքերը գրավեին եւ անհրաժեշտ հումք մատակարարեին Ալեքսանդր Մակեդոնացուն դրամներ հատելու համար։ Բայց, ինչպես գիտենք, այդ արշավանքը ավարտվեց ձախողմամբ։ Հիմա այդ նույն հանքավայրերը չէին գտնվում մեծ հայքի թագավորի տիրապետության տակ, նրա վերահսկողության տակ եւ հետարքիր է, որ Տիգրանը այդ փուլում գնալով դաշինքի Միհրդատի հետ փաստորեն հետաձգում է այդ տարածքները վերցնելու կարևորագույն նրա որոշումը եւ գործողությունը։ Սա տեղի ունենում շատ ավելի ուշ։ Բոլորս իհարկե գիտենք, թե Քրիստոս առաջ 66 թվականի սեպտեմբերին ստորագրված հայ-հռոմեական պայմանագիրը զիջումների մասին է միայն։ Այդ պայմանագրի մասին մենք խոսում ենք այնպես միշտ իբրև Տիգրանը տարածքներ հանձնեց եւ գնում ենք ինչ-որ ծայրահեղ համատությունների մեր օրերի հետ։ Բայց իհարկե մենք չպետք է Տիգրանյան ժամանակաշրջանը նման պրիմիտիվ մոտեցումներով գնահատենք եւ նայենք հարցին սկզբնախմբների տեսանկյունից։ Տիգրան Մեծը հենց Արտաշատի բանակցությունների ժամանակ է, որ Սպեր գավառը կարողանում է հետ բերել մեծ հայքի թագավորության կազմի մեջ։ Այստեղ նա առաջարկում է իբրև թե պես ռազմատուգանքի տակ ձևակերպված գումար Գնեոս Պոմպեոսին, որ պետք է բնականաբար Պոմպեոսը նախ եւ առաջ օգտագործեր իր զինված ուժերին իբրև ռոճիկ բաժանելու եւ դրա փոխարեն ստանալու էր այս կարևորագույն տարածքը, որը հետագայում նաեւ ռեսուրսային անվտանգության տեսանկյունից կարևոր դեր էր խաղալու Հայաստանի համար։ Բացի այդ, հիշենք Տիգրան Մեծի մոտեցումը, նա միացնում է բոլոր այն տարածքները, որոնք հայաբնակ են։ Այսինքն նրա համար շատ կարևոր է, որ այդ հայաբնակ, հայախոս միջավայրը մեկ պետության, մեկ թագավորության կազմի մեջ լինեն եւ այս մղումը նաեւ այստեղ է դրսեւորում։ Եվ այս գավառը պետք է մնա հայոց թագավորության կազմում մինչեւ 428 թվական։ Եվ հետագայում էլ նախարարական համակարգի պայմաններում այս տարածքների մեջ էր։ Գալով Տիգրանի նվաճումներին տեսնենք, որ փաստորեն Կապադովկիայի խնդիրը հաջողությամբ իրականացվում է, տարածքը մնում է Պոնտոսի արքային, իսկ բնակչությունը եւ շարժական գույքը եւ անասունները անցնում են հայոց թագավորին։ Սա շատ կարեւոր էր ապագա պատերազմների համար։ Տիգրանն օգտագործում է այս մարդկային ներուժը արհեստագործության համար, քաղաքներում եւ շինարարության համար։ Բուրըն քաղաքաշինություն էր գնում Տիգրանը 13 քաղաքներ է կառուցել իր գահակալության շրջանում եւ մյուս կողմից արդեն հայկական մարդկային ռեսուրսները, փաստորեն հայ բնակչությունը զինված ուժերի ձևավորման համար չափազանց կարևոր էր, արդեն մղվելու էր ռազմական գործի։ Ստացվում է, որ պատերազմի համար լուծվում էր մարդկային ռեսուրսների խնդիր, լուծվում էր պարենային անվտանգության խնդիր եւ հետագայում փաստորեն Տիգրան Մեծը ունենում էր ռեսուրսային խորություն ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Արդեն Քրիստոս առաջ 92 թվականին Տիգրան Մեծը նաև վիրք եւ աղվանքն է հպատակեցնում եւ այսպիսով հայոց թագավորության ազդեցությունը դուրս է գալիս բուն Հայաստանի սահմաններից։ Ճիշտ է, այս ընթացքում Պոնտոսը պարտվում է Կապադովկիայի համար պայքարում հռոմեացիներին, բայց Տիգրանը այս հարցում իհարկե չի շարունակում առճակատումը Հռոմի հետ, խուսափելով նրա հետ ռազմական գործողություններից։ Բայց Հռոմը այդ փուլում արդեն գիտակցում էր հռոմեական էլիտան
որ Տիգրանը ժամանակի հետ իրենց համար հակառակորդ է դառնալու եւ պարթևների հետ գալիս են գաղտնի պայմանավորվածության, որ պետք է հարկ եղած պարագայում հարմար առիթի ժամանակ Եփրատ գետը ճանաչելով իրենց ազդեցության գոտիների սահման դիտարկեն իհարկե Հայաստանի դեմ համատեղ գործողությունների հնարավորությունը։ Տիգրան Մեծի գործողությունները այս ժամանակաշրջանում չեն սահմանափակվում միայն արևմտյան եւ հյուսիս-արևելյան ուղղությամբ կատարված քայլերով։ Եվ Տիգրանը սպասում է հարմար առիթի, որ կարողանա ազատվել պարթևական թագավորությունից ունեցած կախումից։ Եվ խնդրեմ, այդպիսի իրավիճակ շուտով ստեղծվում է։ Մահանում է Միհերդատ II Մեծը եւ նրանից հետո գահակալական ծանր պայքարի արդյունքում գահին բազում է Գոդերց II-ը, որի իշխանությունն ի սկզբանե բավականին թույլ էր։ Եթե մենք քարտեզին ենք նայում, տարական տրամաբանությունը հուշում է, որ Տիգրան Մեծը, եթե գործողություն որոշեր անել այս պետության դեմ, պարթևների դեմ, պետք է շարժվեր ուղիղ դեպի Ատրպատական, այսինքն հարավ ուղիղ շարժվեր ժամանակակից մեր հանրապետության տարածքից, Արաքս գետն անցնելով, նախ 70 հովիտները զբաղեցներ, հետո Ատրպատական մտներ եւ հետո հասներ այդտեղից ուղիղ Ատրպատականից ընդամենը 30 կիլոմետր հարավ գտնվող մայրաքաղաք ամառանոցային այդպես նստավայր Էկբատան։ Բայց Տիգրան Մեծը գործում է այլ կերպ։ Նախ այո, 70 հովիտները զբաղեցվում են, այնուհետև 70 հովիտներից հետո նա հյուսիսային Միջագետք է մտնում։ Եվ անսպասելիորեն Տիգրանյան բանակը հայտնվում է փաստորեն մայրաքաղաք, ամառանոցային մայրաքաղաքում, որտեղ այդ ժամանակ գտնվում էր պարթևների արքայից արքա Գոդերցը։ Եվ պարզվում է, որ Տիգրանը շրջապատելով եւ հարակից տարածքները նվաճելով պատրաստ է շատ մեղմ պայմաններով պայմանագիր կնքել պարթևների հետ։ Եվ սա ունի իր բացատրությունը։ Քրիստոս առաջ 87 թվականին ստորագրված հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Մեծը համաձայնում էր դուրս գալ նվաճած տարածքներից Ատրպատականից հարավ, ընկած այդ հողերից, բնականաբար նույն Էկբատանից էլ պարթևների թագավորը դառնում էր փաստորեն արքայից արքային ստորակա, տեղերով փոխվում էին, արքայից արքա տիտղոսն անցնում էր Տիգրան Մեծին եւ նրա ժառանգները պետք է այս տիտղոսը շարունակեին կրել, որը բնականաբար արտահայտվել է նաեւ նրա թողարկած դրամների վրա։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ արդեն դրվում է հետևյալ հարցը, որ հյուսիսային Միջագետքի եւ Ատրպատականի թագավորությունները պարթևների արքայի ուղիղ ստորակայությունից փոխանցվելու են հայոց թագավորի ստորակայության տակ ուղիղ, այսինքն ենթակային դառնալու անմիջապես հայոց թագավորին, ոչ թե պարթևների թագավորի միջոցով միջնորդավորված։ Եվ Ատրպատականի թագավոր Միհերդատը ամուսնանում է Տիգրանի դուստրերից մեկի հետ եւ հետագայում լինում է նրա ամենամերձավոր զինակիցներից եւ հավատարիմ ենթակա թագավորներից մեկը։ Ինչով է պայմանավորված Տիգրանի այս մեղմ մոտեցումը, այստեղ կա իհարկե միաժամանակ երկու բացատրություն։ Մեկը ռազմավարական տեսանկյունից է բացատրությունը, այսինքն Պարթևստանը ուներ տարածքային բավական մեծ խորություն, 1.800.000 քառակուսի կիլոմետր տարածք էր զբաղեցնում առնվազն, եւ այս ահռելի պետությունը կարող էր ուժերի վերադասարման պարագայում շարունակել պայքարը, իսկ Տիգրանը օգտագործել էր հանկարծակիության հանգամանքը եւ հասել էր հաջողության, հիմա նա փաստորեն ի սկզբանե կանխում է ռևանշի եւ պատերազմը շարունակելու հնարավորությունը մեղմ պայմաններ դնելով։ Մյուս կողմից Տիգրանը իր գործողությամբ չի խաթարում գոյություն ունեցող տնտեսական մեխանիզմների գործողության շարունակությունը, այսինքն առևտուրը միջազգային, որ գալիս էր Չինաստանից մտնում էր Պարթևստան, Միջին Ասիայով, այդ Ալեքսանդրիա քաղաքով հեռավոր արևելքի, այսինքն կենտրոնական Ասիայի ամենահեռավոր արևելյան կետի, Չինաստանի սահանակից այդտեղով գալիս մտնում էր Միջին Ասիա, Պարթևստանով անցնում, հիմա հյուսիսային Միջագետքով Հայաստանի տարածքով ստացվում է արդեն հայոց թագավորության տարածքով պետք է դուրս գար դեպի Սելևկյան տերության տարածք ու դուրս գար Միջերկրական ծովի արևելյան ափ։ Եվ հենց այս տրամաբանությամբ Տիգրան Մեծը Քրիստոս առաջ 84 թվականին թակում է Սելևկյան տերության դռները։ Մենք պետք է նշենք հետևյալ հանգամանքը, որ երկու անտիկ հեղինակներ Պոմպեո Ստրոգոս եւ Ստրաբոնը ուղիղ ձևակերպում են, որ Տիգրանը նվաճեց պարթևների երկիրը, այսինքն հնազանդեցրեց պարթևների թագավորին, մենք բնականաբար հասկանում ենք, որ Տիգրանը լիակատար օկուպացիայի չի ենթարկել այդ թագավորության տարածքը, այլ խոսքը տվյալ դեպքում
գերիշխանության հաստատման մասին է եւ գահերով փոխվելու, փաստորեն գահերի կարգավիճակով փոխվելու մասին է։ Եվ ահա նույն տնտեսական մեխանիզմներով շարժելով սելևկյան էլիտային, նույն հանգամանքը օգտագործելով, օրինակ հունարենի հանգամանքը հելենիզմի դարաշրջան է, սելևկյանները տիպիկ հելենիստական պետություն էին, Ալեքսանդր Մակեդոնացու տերության հիմնական կորիզն էին մնացել եւ այս հանգամանքն էր օգտագործում եւ երրորդը իհարկե օգտագործում էր արդեն իր հսկայական զինուժը, որ ստեղծել էր եւ դրանով ճնշումը սելևկյանների շատ հստակ է եւ սելևկյան էլիտան ինքը դիմում է ուղիղ Տիգրանին, որ նա գա այդտեղ գահակալի։ Տիգրանը շատ հետաքրքիր է վարվում նաեւ այստեղ։ Նա գնում բազում է սելևկյանների գահին եւ յուրացնում է նրանց թագավորական տիտղոսը, նշանակում է փոխարկա Բագարատին եւ չի փոխում այդտեղ տեղական պաշտոնեության մեծ մասը, թողնում է նույն մեխանիզմներն աշխատեն, որովհետեւ ինչպես արդեն տեսնում ենք, Տիգրան մեծի տերության տրամաբանության մեջ չափազանց կարևոր է այս տնտեսական մեխանիզմների առկայությունը։ Անտիոք այդ ժամանակ աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկն էր, ամենահարուստ տարածաշրջանն էր Տիգրանի տերության, այդ մեխանիզմները պետք է շարունակեին աշխատել։ Հյուսիսային Միջագետքը հայտնի էր իբրև հացահատիկի շտեմարան, այդտեղ եւս տնտեսությունը պետք է բարեհաջող շարունակեր աշխատել։ Եվ խնդրեմ, հաջորդ թիրախը դառնում են արդեն ցամաքային առևտրի մեջ ոչ այնքան շահագրգռված Միջերկրական ծովի արևելքի քաղաք-պետությունները, որոնք ունեին ցամաքային եւ ծովային ամրոցներ, եւ ցամաքային ամրոցները հեշտ գրավելով Բեյրութ, Սիդոն, Տյուրոս եւ այլն, այս քաղաքները հեշտությամբ գրավելով ծովային ամրոցները, այնուամենայնիվ Տիգրանը շատ դժվար է գրավում, 12 տարի է պահանջում այս ամենը գրավելու համար եւ դրանից հետո նա ստանում է Հռոմում գնագոյացման վրա մեծագույն ազդեցություն։ Այսինքն Տիգրան մեծը Չինաստանից եկող եւ ամբողջ պարթեւական տերության տարածքից եկող ապրանքների գինը կարող էր այստեղ որոշել եւ Հռոմին թելադրել շուկայական իր պայմանները։ Դրա համար է, որ հռոմեական էլիտայի շրջանում ձևավորվում է հստակ մտայնություն, որ պետք է անպայման խանգարել Տիգրանյան տերության կայացմանը։ Եվ այստեղ վերջնակետը, որ տեսնում ենք ի հայտ է գալիս, այն է, որ Կիլիկյան ծովահենները դառնում են Տիգրան մեծի կրտսեր դաշնակիցները։ Որևէ բախում չկա նրանց միջև եւ Կիլիկյան ծովահենները մենք տեսնում ենք, որ ներգրավվածություն ունեին այդ շրջանում Հռոմ բռնկված Սպարտակի նշանավոր ապստամբության մեջ։ Նույնիսկ այդ շրջանի հռոմեական էլիտայի կարևոր ներկայացուցիչ Մարկոս Տուլիոս Ցիցերոնի ճառերից մեկում երևում է, որ Սպարտակին ջախջախելուց հետո նրանք մտադիր էին զբաղվել Տիգրան մեծով, որովհետև պնդում էին, թե Տիգրանը համարձակվել է ձեռք բարձրացնել Հռոմի վրա Հռոմում, բայց իհարկե սա կարող է լինել պրոպագանդիստական հնար, այսինքն օգտագործեն կեղծ թեզ, որպեսզի հետո հիմնավորեն Հայաստանի վրա հարձակումը, կամ կարող է իսկապես որոշ չափով համապատասխանի, որ Տիգրանը փորձած լինի ազդել Հռոմի ներսում իրադարձությունների վրա, որպեսզի հեռու պահի Հռոմին տարածաշրջանում ունեցած ներգրավվածությունից։ Եվ իհարկե Հռոմի համար նաև մեծ հարված էր այն, որ Տիգրանի տերության տարածքից ասորիքից ուղարկված զորքերի օգնությամբ Եգիպտոսում պետական հեղաշրջում է լինում եւ Պտղոմեոս 11-րդի փոխարեն Պտղոմեոս 12-րդն է Հռոմեամետ թագավորի փոխարեն բազմում գահին եւ սա ինչով էր հարված հռոմեական պետության ուրեմն հացահատիկի մատակարարումների 80%-ը գալիս էր Եգիպտոսից։ Եվ սա շատ ուժեղ հարված կարող էր լինել, թե այս մատակարարումները դադարեցվեին հռոմեական պետության եւ հատկապես հռոմեական բանակի համար։ Այս բոլոր հանգամանքները, հատկապես այս տնտեսական հանգամանքները եւ իհարկե ռազմաքաղաքական ազդեցության, Տիգրանյան տերության ռազմական ներուժի է 300,000-անոց բանակ, նոր քաղաքներ, պետականության նոր կոնցեպցիա, այսինքն աշխարհակալություն, որ նախկինում մեզ կարծեք թե բնորոշ չէր եղել այդ ծավալներով, այսինքն Վանի թագավորությունից հետո մենք այդպիսի ցիկլ նորից չէինք ունեցել, հիմա նորից կայսերական հակումներ, սա բնականաբար այդ ժամանակաշրջանի ամենամեծ պետության Հռոմեական Հանրապետության համար մարտահրավեր էր եւ նրանք մտածելու են քայլեր ձեռնարկել հայոց թագավորության դեմ։ Եվ այսպիսով Տիգրան II մեծի աշխարհակալության ստեղծման նվիրված մեր հաղորդումն այսօր մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։
Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։